Ղարաբաղյան առաջնագծում լարված իրավիճակի պայմաններում Հայաստանի տարբեր բուհերի ուսանողական խորհուրդները որոշել են իրենց օգնությունը ցույց տալ։ Մենք եղանք Երևանի պետական տնտեսագիտական և Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարաններում։ Ներկա պահին սահմանին տիրում է պատերազմ, ու քանի որ մենք պատերազմով երկիր ենք ներկա պահին, մենք ցանկություն ենք հայտնում ինչ-որ չափով օգնելու մեր հայրենիքի սահմանները պահող զինվորներին։ Առաջին անհրաժեշտության պարագաների հավաքը սկսել ենք 3 կեսօրին, լինելով Հայաստանի Հանրապետությունում համար մեկ այն կառույցը, որը ավելի շատ երիտասարդներ է պարունակում իր մեջ, մենք որոշեցինք օգտակար լինել այս տարբերակով եւ հատուցներ ունենք, դասիներ, գուլպաներ, որը դա արդեն հենց այն որ ասում եմ թարմ աղբյուրներով մենք առաջնագծում ունենք ընկերներ, ում հետ որ ինչ-որ չափով կարողանում ենք կապվել եւ իրենցից հարցնելով իրենց համար ինչ-որ ներկայային արած։ Հավաքված իրերը ապրիլի 6-ին կտեղափոխեն Արցախ։ Այս պահին նրանք կատարում են նաև ուսանողների հավաքագրում։ Աղջիկներն անցնում են առաջին բուժօգնության դասընթաց։ Տնտեսագիտական համալսարանից մի քանիսը գնացել են Արցախ, տեղում ճշտելու կարիքները։ Միշտ մենք նրանց հետ կապի մեջ ենք, նրանք տեղում արդեն ծանոթացել են, թե կոնկրետ որ զորամասերը ավելի շատ ինչի կարիք ունեն։ Այս պահին մենք մեր աջակցությունը հայտնում ենք հավաքված իրերի սնունդի, ծխախոտի եւ այլն տեսքով։ Լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողները այլ աջակցություններ են ցուցաբերում։ Այդ միտքը նախաձեռնության առաջացավ հենց ամսի 1-ին, երբ այսպես ասած բոթը լսեցինք հակառակորդի հարձակման եւ հանդիսանալով լեզվահասարակագիտական համալսարան հենց միանգամից առաջին հերթին գաղափարը առաջացավ տեղեկատվական պատերազմում նախաձեռնությունը վերցնել մեր ձեռքը եւ թարգմանություններ կատարել եւ ինչպես արդեն տեղյակ եք մի շարք հայտարարություններ էին տարածվել որ ճշգրիտ թարգմանություններ են հարկավոր տարբեր լեզուներով ճիշտ ինֆորմացիա տարածելու համար անմիջապես մենք էլ արձագանքեցինք եւ թարգմանություններ են կատարում ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն։ Հիմնականում համագործակցում են վստահելի կայքերի հետ, հավաստի տեղեկատվություն տարածելու համար։ Նրանց թարգմանությունները ստուգում են համալսարանի դասախոսները, սխալներից խուսափելու համար։